Մարդ կարա լիքը փող ունենա, բայց հարգանք չունենա, եկեք սրանից սկսենք։ Եթե դու կարծացած չլինես, եթե դու որոշ չափով գաղափար չունենաս, դու ոնց կարաս ինչ-որ բիզնես ունենաս։ Ես տենց չեմ մտածում, ես մտածում եմ, որ փողը իրական հարստություն է։ Փողը իմ համար շատ կարևոր է ու շատ դռներ է բացում ինքը հիմա։ Ու ինձ թվում է չկա մարդ, որ չսիրի այդ։ Եթե մարդը նպատակ ունի դառնա հարուստ ունենա լավ կյանք, շքեղ կյանք, ինքը նաև պիտի լինի հոգեպես կրթված։ Եթե դու գնաս այն ճանապարհով, որտեղ որ դու հասկանում ես, որ շահը մեծ է, բայց դու դրանից քիչ ես հասկանում, քեզ ահա որ հեշտ կլինի փոխարինելը։ Ու դու չգիտես դու վաղը կլինես այդ պաշտոնին, թե չէ։ Լիքը հարուստ մարդիկ կան, միլիարդատեր, բայց օրինակ իր ընտանիքում ինչ-որ մեկը անբուժելի հիվանդություն ունի, այդ փողերը ում է պետք է։ Սերը չես կարա հացի վրա քսես է, ու դες վաղում այսօր դու քո երեխեքին ես սերով կիրակրելու։ Բարև ձեզ աղջիկներ, այսօր մեր թեման շատ արդիական է մեր կյանքում, եւ շատ է շոշափում այս հարցը ընդհանրապես հասարակության մեջ, արդյոք փողի մեջ է ամբողջ երջանկությունը։ Լավ թեմա է։ Ես արդեն կարամ ես ինքս սկսեմ։ Ասեմ։ Նախ փողը մարդուն տալիս է հետաքրքրություն ամեն ինչի նկատմամբ, փողը տալիս է մարդուն ինքնավստահություն, փողը տալիս է մարդուն ամեն ինչ, դու փողով կարաս դրսևորվես ամեն տեղ, անես այն ինչ որ դու ես ուզում, այսինքն փողը ներկայիս դրությամբ շատ բաներ որոշում է, բայց կան դեպքեր ու դա ինձ թվում է դուք երկուսդ իմ հետ համամիտ կլինեք ու այն մարդիկ ովքեր որ նայում են այս պահին մեզ փողը ինչքանով որ մարդուն կարա երջանկացնի այդքան առավել կարա բացի իր աչքերն ու դժբախտացնի իմաստով որ ու բացի աչքերն իմաստով որ դու ունես այդքան շատ փող, բայց չունես քո կողքին մարդիկ, ում հետ որ դու կարաս դրանք ծախսես, կամ չունես ունես ամեն ինչ, ունես փող, փողով կարաս ամեն ինչ ունենաս, բայց մարդու կողմից սեր, մարդու կողմից ուշադրություն, մարդու կողմից իսկական եւ իրական էմոցիաներ դու չունենաս։ Հա, ինձ թվում է բանը, փողը դանակի պես է, ինչ որ չափով համ դանակը հաց է կտրում, համ մատ ու փողն էլ այդ իր բաները ունի, համ մարդուն փչացնում է, դե ինձ թվում է այդ ամեն ինչը նախ եւ առաջ գալիս է մարդու առողջ մտածելակերպից, թե ինքը ոնց այդ փողին կնայի ու ոնց կծախսի այդ փողը։ Մարդիկ կան, որ փողին նայում են, չգիտեմ, ինչ որ հրեշներ են դառնում մի հատ, փչանում են ու փողից բացի ուրիշ ոչ մի բան չեն տեսնում։ Մոռանում են ընտանիք, մոռանում են ընկերներ եւ կա նաեւ դրա հակառակը, որ մարդը երբ փող է տեսնում, ինքը գիտի այդ փողը ոնց տնօրինի, այդ գալիս է առողջ մտածելակերպից։ Օրինակ շատ մարդիկ կան, որ քնում արթնանում են ու միանգամից հարուստ են դառնում ու սկսում են, այսպես ասած, ցոփ եւ շվայտ կյանքով ապրել ու չեն հասկանում ոնց այդ փողը կարան իրանք ծախսեն, աչուձախ ինչ որ բաներ են անում ու չեն գիտակցում, որ այդ ամեն ինչը գուցե Աստծո կողմից տրված քննություն է, թե իրանք ինչքանով այդ ամեն ինչից հետո մարդ կմնան։ Դե հա, փողը շատ հարց է սովորելուց լուծում, բայց ես ձեզ ու մի հարց տամ։ Ձեր համար փողը հարստություն է, թե չէ։ Հարստություն կարանք փողը անվանենք։ Հարստություն կարանք անվանենք մարդու շրջապատը, կոնտակտները, որտեղ դրանք են մարդու հարստությունն է, իսկ փողը արդեն երկրորդական իրավիճակ է։ Փողն ունի իր տեղը, իր աստեցիկությունը, բայց ամենագլխավորը մարդու շրջապատն է։ Համաձայն եմ ես, նաև հարստությունը ըստ իս մարդու առաջինը մարդու խելքն է։ Ինձ թվում է մարդ ինչքան որ խելք ունենա, ինչքան որ բանիմաց լինի, ինքը այդքան ավելի հարուստ կլինի։ Շատ հարուստ կլինի ու ինձ թվում է իր հետ ոչ մի բնագավառի մարդ չի կարա բանավիճի։ Ինձ թվում է այդ շատ մեծ հարստություն է։ Հարստությունը համաձայն եմ քեզ հետ ընկերները, շրջապատը, ծնողները, աշխատանքը, բայց այդ կոնկրետ գումարը ես էլ եմ համաձայն, որ ինքը երկրորդական տեղ է մտնում, բայց ոչ պակաս կարևոր է հիմա։ Դե հա, օրինակ կան մարդիկ, ինձ թվում է դուք էլ իմ հետ համաձայն կլինեք կամ լսած կամ տեսած կլինեք, որ մարդիկ կան, որ ասում են, կապ չունի իմ կողքի մարդու թող բանը հարուստ չլինի, մեկ իրար հետ կբարձրանանք, թող ինքը փող չունենա, բայց ես իրան սիրում եմ։ Դու չես կարա հացի վրան սեր քսես ու տես։
Հա, համաձայն եմ։ Իմ շրջապատում էլ իմ ընկերուհիների մեջ էլ կան տենց երեխեք, աղջիկներ, որ տենց են մտածում, որ ես չենց հակադարձում, իզիս նեղանում են։ Ասում եմ հիմա ախր այդ դարը չի։ Սերը չես կարա հացի վրա քսես է, ու դες վաղը մեսօր դու քո երեխեքին ես սերով կիրակրելու։ Հա, կամ այդ հոգատարություն, ուշադրություն, իսկը դրանք երկրորդական են հիմա, այս պահին, այս դարում։ Ես ծուվում եմ 50-50 պիտի լինի, 50% պիտի մարդուն սիրես, 50% պիտի նայես իր գրպանին։ Ես լսեցի ձեզ եւ դուք ասացիք, որ հարստություն չէ փողը։ Այսինքն հարստությունը ուրիշ բան է, ոնց որ խելք ունենալը, գիրք կարդալը, այդպիսի բաներն է հարստություն։ Բայց ես տես չեմ մտածում, ես մտածում եմ, որ փողը իրական հարստություն է։ Օրինակ ինչին է պետք մարդու, որին նա իմանա ամբողջ աշխարհի գրքերը կարդացած լինի, բայց ինքն իր մորը չկային է մատ, օրինակ ավտոմեքենա նվիրի։ Դու կարաս ասես աշխարհի ամենախելացի մարդը, բայց դու չլինես իմաստուն, ասում են, այդպես խոսք կա, մի եղի խելացի, եղի իմաստուն։ Իրանք տարբերվում են իրարից։ Իմաստուն մարդը միշտ կգտնի այն ճանապարհը, որտեղով որ ինքը կարելի է կյանքում նպատակը դնի, հասնի։ Ու ինձ թվում է, որ եթե դու ունեցար փող ու եղար իմաստուն, դու կլինես այս կյանքի ամենա հաջողակ ու ամենայն ուժեղ մարդը։ Բայց արի հաշվի առնենք, որ այդ երկուսի հետ համատեղելը շատ դժվար է հիմա։ Շատ քիչ մարդիկ են, որ ունեն ու իմաստուն։ Դե դրա համար էլ Աստված չի ամեն մեկին ոնց ասեմ հարստություն տալիս։ Ասած մարդուն շնորհք է տալիս, թե մարդը իր շնորհքը ոնց կդրսևորի ուղեղով զարգանալու, թե զարգացնելու օրինակ իր տվյալ ունակությունները փող աշխատելու եւ այլն։ Այսինքն մենք ինքներս ենք որոշում մեր Դե եթե դու լինես իմաստուն ոչ թե փող կաշխատես, այլ փող կաշխատացնես, այդպես կասեմ, հեսա վրա ճիշտ, որովհետեւ օրինակ եթե դու խելացի մարդ եղար, դու պետք է մեկը աշխատես ինձ ոնց որ ուրիշի կազմակերպությունում, ուրիշի ձեռքի տակ, ուրիշի պաշտոնի տակ, բայց եթե դու եղար իմաստուն, դու ունես կանես, որ դու քո կազմակերպությունը ունենաս։ Բայց օրինակ հիմա դու քեզ մեծ հարց եմ ուզում քեզ տամ, դու կնախընտրես դու ինքդ աշխատացնես ու հարուստ լինես, թե ինչ որ մեկի մոտ աշխատես ու դրանից ելնելով արդեն դու հասկանաս աշխատանքի գինը, փողի գինը։ Միանշանակ իմ համար պետք ես ավելի շատ կուզեմ ես աշխատացնեմ ինչ որ մեկի։ Որովհետև ոնց որ դա կյանքի շատ մեծ ոնց ասեմ, sense բան նպատակ է, էլի հաջողությունը, որ դու կարողանաս քո հիմնարկը ունենաս, ոնց որ դու աշխատացնես ինչ-որ մեկի, դա շատ դժվար process է։ Բայց մի բան ասեմ, էլի, դու սկզբից ասացիր, որ խելքը ու գրքերը եւ այլն այդքան էլ կարեւոր չի։ Եթե դու կարդացած չլինես, եթե դու որոշ չափով գաղափար չունենաս, դու ոնց կարաս ինչ-որ բիզնես ունենաս։ Ես հիմա շատ մարդիկ եմ ճանաչում, որ գաղափար չունեն գրքից, բայց իրանք շատ հարուստ են։ Ես նույն դրա հակառակ տեսակներ գիտեն, որ մարդն է, որ ոնց ասեմ, sense խելքի կտոր է, որ ամեն ինչ գիտի, որ կարդացած, ավարտած, բայց ինքը հասարակ սովորական բանվոր է աշխատում ներկայային։ Այդպիսի մարդիկ եկան։ Այսինքն իմ ասածը ոչ թե նրա մեջ է, որ դու չպետք է հասկանաս գիրքը ինչ է, ոչ, իմաստուն մարդը ամեն ինչից է գլուխ հանում։ Իսկ խելացի մարդը մենակ գրականությունից գրքից, եթե դու խելացի ես, իսկ խելացես թվանա մի բանի մեջ։ Հա, բայց գիտության մեջ ես խելացի։ Բայց իմաստուն չեն ծնվում, չէ՞, դե ժամանակի ընթացքում դու դառնում ես այդ, այսինքն ինչ-որ բան է պետք որ դու իմաստուն լինես։ Կյանքի փորձ, անպայման չի գիրք։ Դա ես իմաստացնեն դա, որ անպայման չի դու գրականություն ունենաս, որ դու լինես իմաստուն։ Okay, համաձայն եմ քո հետ, անպայման չի գիրք կարդաս, բայց ինչ-որ չափով պետք է լինես դրա մեջ։ Հա, բայց իմ ասածն նրանում է, որ դու ինչ-որ չափով պետք է լինես ամեն ինչի մեջ, որ դու լինես հարուստ լինելու համար, եթե մարդը նպատակ ունի դառնալ հարուստ ունենալ լավ կյանք, շքեղ կյանք, ինքը նաև պիտի լինի հոգեպես կրթված, իսկ նրա հոգևոր ունակությունները պիտի շատ բարձր լինեն։ Չի կարա տեգետ մարդը դառնա հարուստ, այն դեպքերում է, երբ որ իրանք արդեն հարուստ ընտանիքներում են ծնված եղել։ Տեսես մի հատ բան կա, ոնց որ ասում եմ, չէ՞ իմաստուն ու խելացի տարբերությունը։ Օրինակ ես, եթե ուզում եմ դառնամ օրինակի համար հոլիվուդյան դերասան, ես հաստատ չեմ սովորի մաթեմատիկա։ Եթե բարձա։ Դե հա, բարձա դե մարդիկ կան, որ ասում են խելացի մարդը մաթեմատիկա գիտի, էսի գիտի, այն գիտի, օրինակ քիչ իմանամ, օրինակ այդ բանը կա, բայց եթե դու իմաստուն մարդ ես, դու հասկանում որ քեզի պետք չի, ինչի համար դու ժամանակ ծախսես դրա վրա։ Դե շատ քիչ մարդի հետ ես էլ եմ դες մտածում այդ պահով մենակ այդ պահով։ Ես էլ եմ իրոք տենց մտածում, որովհետև այն մասնագիտությունը, որ դու ընտրում ես, օրինակ դերասան, որ դու ուզում ես դառնաս հոլիվուդյան դերասան, դրա համար դու պետք է քո դերասանական ունակությունները մասնագիտական բան է պետք է սովորես։ Հա, թե չէ օրինակ
իրոք որ կամ օրինակ երկի շտատնելու համար պարտադիր է դու օրինակ իմանաս մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, բայց քելք պիտի ունենաս, պիտի դրանցից գոնե ինչ-որ մի փոքր բան իմանաս, ճանաչես։ Օրինակ ես սիրում եմ, որ օրինակ շատ դեպքեր եղել, որ ընկերական հավաքություններ ա եղել, ու ինչ-որ օրինակ ֆուտբոլից ենք խոսացել, ասենց ասեմ, ու ինչ-որ մեկը չի կարողանում այդ ֆուտբոլից խոսալ։ Ինքը գաղափար չունի դրա մասին։ Ու ինքը իրան վատ ազգում, որ ինքը դրանից գաղափար չունի, ինքը չի մասնակցում այդ խոսակցություններին, ու ինձ թվում է ինչ-որ չափով, որոշ չափով ամեն ինչից պետք է ինչ-որ գաղափար ունենաս։ Այդ լավ է շատ։ Հա։ Անգաղափար մարդը հավասարազորը զրույ։ Դե որ այսքան խոսացինք գրականությունից, գրքից, օրինակ շատ մարդիկ կան, որ հասկանում են, որ իրանք կարող են դա անել, օրինակ գիրք գրել կամ չգիտեմ արվեստում իրենց ցույց տալ, ինչ-որ մեկը շատ լավ երգում է, ինչ-որ մեկը շատ լավ դերասանություն անում, ինչ-որ մեկը շատ լավ գրում է գիրք, օրինակ դե ինչ-որ մեկը իր մտքերը շատ լավ է հավաքում, կարողանում է գրականության մեջ իրեն տեսնել, բայց նա գումար չունի։ Հիմա համամիտ եք նրա հետ, որ գումարը շատ մեծ դեր է խաղում, էլի ոնց որ քո մեջ, քո որոշումների հետագա քայլերի մեջ։ Օրինակ ես sense մի հատ բան ասեմ։ Եթե ես հասկանում եմ, որ ես կարող եմ գիր գրել, այդ իմ երազանքն է, անկուց ուզեցել եմ, ու բայց ես հասկանում եմ, որ ես կարող եմ տամ ոնց ասեմ, պոլիտեխնիկ ընդունվեմ ու դառնամ ոնց մաթեմատիկայի մեջ շատ հզոր մարդ, էլի ոնց որ կարողանամ ընդունվեմ ամենաբարձր տեղերում սովորեմ ու լավ աշխատանքի նստեմ, ու այդ ժամանակ ես եւ փող ունենամ, նոր գրեմ իմ գրականությունը, ոչ թե իմ սաղ կյանքի ընթացքում ես մտածեմ, ոնց ես գրեմ գրականություն։ Եթե ես իմաստուն մարդ եմ, ես կգտնեմ հնարը ոնց գրեմ գրականություն։ Դու պետք է հիմքդ ունենաս, որ գրականությունդ գրես։ Դե հիմա ոնց եք մտածում դուք այս արդի։ Այդ նույն ասած հարուստ շրջապատը, այսինքն շրջապատը ինչ որ չափով կարա օգնի, հետո այդ օգնությունը դու ճիշտ քայլերով հասցնես։ Բայց մոտ ուրիշ բան ասեմ, եթե օրինակ դու չունես փող, բայց ունես շատ վառ ուղեղ, գրել ես գիրք, բայց քո շրջապատում մեջ չկան այնց մեկով որ քեզ կօգնի, այդ դեպքում ինչ ես անում։ Ըստ ձեզ, այդ դեպքում ինչ կարաս անես։ Տեսես մի հատ բան է, ամեն մեկի գլխի տերն է, էլի, որ ինչքան էլ ասենք շրջապատը ամենամոտիկ ընկերն լինի, ինքն իր ընտանիքն է ձևավորում, ինքն իր հոգսերն ունի, ինքն իր ընտանեկան ծախսերն ունի, ու անպայման չէ, էլի, որ ինքը հենց քո ուզած ժամանակ ինքը քեզ օգնի։ Ինքը կարող օգնի այն ժամանակ, երբ որ ինքն է ուզում։ Լավ, մի հատ ուրիշ հարց տամ։ Դու կարաս հիասթափես ամեն ինչից, ոչ թե շարունակես։ Դրա համար դու պետք է քո գլխիճարը դու տենես։ Դրա համար ասում եմ, պետք է հնարը գտնես, եթե ուզում ես դառնաս գրականության մեջ ուժեղ, տես քեզ ուրիշ բանում, որտեղ որ քեզի կարա ընդառաջի, որ ինքդ քեզ դու ընդառաջես, ոչ թե սпасես ուրիշին, դու տես սաղ կյանքը չես կարող ապրես։ Լավ, մի հատ ուրիշ մոտ ուժեղ հարց եմ ձեզ տալի, որ հասկանամ, թե դուք ես իմ հարցին ինչ ձև կպատասխանեք, ուզում եմ իմանամ, թե ձեր գաղափարները այս հարցի շուրջ ինչպեսն են։ Մարդ գնա իր երազած մասնագիտության հետևից, բայց ունենա քիչ փող, թե գնա այն մասնագիտության հետևից, որով որ կարա լավ ապրի ու լավ փող ունենա։ Դե եթե դու գնաս այն ճանապարհով, որտեղ որ դու հասկանում ես, որ շահը մեծ է, բայց դու դրանից քիչ ես հասկանում, քեզ ահա որ հեշտ կլինի փոխարինելը, ու դու չգիտես դու վաղը կլինես այդ պաշտոնին թե չէ։ Օրինակ բերեմ, եթե եթե ուզենամ լինեմ քաղաքական գործիչ, եթե չեմ հասկանում քաղաքական գործիչից, ու ինչ-որ մի, ոնց ասեմ, ղեկավար երկրի տեսնում եմ, որ ավելի ինձնից խելացի հասուն մարդ կա, որ կարող է ավելի շատ ինձնից դեր խաղալ այս գործի մեջ։ Իմ հարստությունն ու երջանկությունը լինում է ժամանակավոր։ Բայց մի հատ բան քեզ ասեմ, կարևոր չէ դու այդ տվյալ օրինակ գործը ինչպես ես հասկանում, թե դու քեզ ներկայացնես նենց ոնց որ դու գիտես ամեն ինչ, կողքից ոչ ոք չի իմանում։ Դե հենց հարցն է, որ դու պետք է քեզ ներկայացնես, ոչ թե դու նենց ոնց կաս։ Պարտադիր չի դու իմանաս, պարտադիր է ներկայացնես քեզ նենց կամ քո ունակությունները նենց, ոնց որ դու գիտես։ Մարդիկ կան, որ շատ բաներ չգիտեն կամ ոչ մի բան չգիտեն, բայց իրենք նենց են խոսում ներկայացնում, որ գիտեն։ Որ ասում ենք գումարով աշխատանքի մեջ դա չի կարա լինի հասարակ հավաքարար։ Դա պետք է լինի նենց բան, որ պետք է հասկանաս դրանից։ Օրինակ հավաքարարության մեջ պետք է ոչ մի բան չհասկանաս, ինչ է քեզի տրվում, ոչ մի բան, դու պետք է ուղղակի հավաքարարություն ունենաս։ Չէ, բայց կան մարդիկ, ովքեր որ ունեն բավականին չափ խելք, բայց կյանքի բերումով մաքրության գործ են անում։ Դե հա, ես էլ հենց այդ եմ ասում, որ պետք է, ոնց ասեմ, եթե ինչ-որ մի գործ, որ դու ասում ես, որ փողով է, շահով է ավելի շատ, ոնց որ դրա մեջ գումարը շատ է, դու
այդ գործից եթե չհասկացար, քեզի շատ հեշտ է փոխանի լինել։ Իսկ դու նատայել բան ասացիր, որ ինչի մասին որ դու երազում ես գնաս, բայց քիչ գումար լինի դրա մեջ, օրինակ դերասանությունը հենց գումարը դրա մեջ շատ չի դերասանության մեջ, բայց եթե դու հասկանում ես, որ դու դերասան ես, դու հասկանում ես, որ դու քո մեջ այդ ունես ու պատրաստ ես ամեն մի քայլի գնալ, դու քեզ կարաս հասարակությանը ցույց տաս ու դու չգիտես հասարակության մեջից ով կհայտնվի եւ քեզ ինչ առաջարկներ կանի։ Օրինակ դու կարաս շատ աղանդավոր լինես ու ինչ-որ մի sense հասկացող մարդ, ով որ իր պաշտոնի ճիշտ է նստած, շատ լավ ռեժիսոր, գա քեզի ասի դու ստեղի մարդ ես, դու իմ ֆիլմը պետք է նկարվես, քեզ տենում իմ ֆիլմը։ Ու տենց դու կարաս գնաս առաջ, որ ասենք շրջապատը ձևավորվում է դրանից, եթե դու ընտրում ես ճիշտ մասնագիտություն, քեզ ճիշտ ես մատուցում։ Այ դու ճիշտ ես ասում, օրինակ հոլիվուդյան տարբեր լիքը ու բազմաթիվ դերասաններ կան, ովքեր որ միանգամից չեն դարել, շատ մարդիկ օրինակ բուկլետներ են բաժանել, գնացել են, երգել են դրսում։ Հա, այսինքն ամեն ինչ օրինակ ճիշտ ժամանակին է ամեն ինչ լինում։ Իսկ շատ մարդիկ իրաց հետո են բացահայտել։ Դե հա, իսկ դու օրինակ ինչ ես մտածում իմ հարցի շուրջ։ Ես Նարեկի հետ համաձայն եմ, որ ոչինչ դու գնա քո ուզած ճանապարհով քո երազած, այդ մասնակցության մեջ եղիր լավագույնը, առավելագույնը արա քո ուժերի չափով, ու ես համաձայն եմ քո հետ, որ կարող է օրերից մի օր բախտը քեզ ժպտա, ու ինչ որ մեկը հայտնի, բայց համել դու չես կարող նստես ու սպասես այդ ինչ որ մեկի գալուն։ Դու պիտի քայլեր անես։ Պիտի քո գործի մեջ դառնաս լավագույն, ուզում ես դա լինի հավաքարարի գործ։ Միևնույն է, դու պետք է լավագույնը լինես։ Դու չգիտես ինչ կլինի հետո։ Իսկ այդ գնաս այն մասնակցություն, որը որ դու չես սիրում, չես ուզում անել, բայց շատ փող է գալի դրա համար, կարող է 1-2 գնաս, բայց հետո դու ստիպված ես արթնանալու, ստիպված հագնվելու ես ու գնաս, ստիպված։ Իսկ ինձ թվում է այն ինչը որ անում ես ստիպված, մի օր վատ անդրադառնալու շատ։ Քանի որ ներկայիս դրության փողը շատ հարցեր լուծում է ու դու քո ապրուստը չես կարա առանց փողի ունենաս, չես կարա քո երեխեքին կամ քո ընտանիքին կամ հենց դու սոված մնաս ամիսներով, ինձ թվում է պիտի նենց մասնագիտություն ընտրես, որ համ դու դա սիրես, համ իմանաս, որ դրանից քեզ լիքը օգուտ է գալի։ Ես բոլոր մասնագիտություններն էլ հարգում եմ ու շատ սիրում եմ, բայց օրինակ դերասանությունը իմ համար շատ ուժեղ ու շատ հետաքրքիր մասնագիտություն է, իմ համար ամեն մեկը չի կարա տենց դերասան դառնա, բայց դերասան դառնալուց մեկտեղ դու նաև կարաս ընտրես երկրորդ մասնագիտություն, քանի որ դուք ասացիք, որ դերասան լինելը դա արվեստ է, բայց փող չես կարա շատ ունենաս։ Ինքը քիչ նայած օրինակ շոու բիզնես կա, էլի ոնց որ։ Հա, բայց օրինակ Հոլիվուդը լրիվ այլ է, բայց ներկայիս դրությամբ դերասանները հո չեն կարա միլիոններ աշխատեն։ Դու կարաս ստրես քո համար երկրորդ մասնագիտություն, որ համ մեկը դու քո երազած մասնագիտությունը դերասանությամբ զբաղվես կամ երգով զբաղվես կամ չգիտեմ նկարչությամբ զբաղվես, դա լինի քո մասնագիտությունը գլխավոր, բայց երկրորդական մասնագիտություն կարաս ընտրես այնպիսի գործ, որ դրանով էլ դու կարաս շատ փող աշխատես, դրանով կարանաս դու ավելի լավ ապրես ու ամենակարևորը, որ այդ երկրորդական մասնագիտությունը դու սիրես, դա քեզ դուր գա, որովհետև կյանքը նենց բան է, որ դու չես կարա մենակ քո ցանկությամբ գնաս, կյանքը շատ դեպքերում մարդուն ստիպում է, որ դու կատարես լրիվ այլ քայլ, բայց քո կյանքում չունենաս ընդհանրապես ոչ մի բանի պակաս ու կարիք։ Հա, ճիշտ ես, կյանքը երբեմն մեր այդ գծած որոշումներով, մեր գծած ճանապարհով չի գնում, ու շատ տեղերում մենք հիասթափվում ենք ու ուզում ենք ամեն ինչ թողնենք, ու այդ առումով ճիշտ ես դու, համաձայն եմ քո հետ, որ երբեմն էլի կյանքը մեր գծած ճանապարհով չի գնում, ու մենք պետքա դրա համար դրան պատրաստ լինենք ու կողքից մասնագիտություն բան ունենանք։ Ես հենց այդ էի ասում, որ չպետք է դերասանը նստի սպասի, որ ինչ-որ մեկը գա, ասի դու, չգիտեմ, Netflix-ի դերասան ես, ուզում եմ քեզ տանեմ, պետք է քայլեր անի։ Օրինակ, եթե ձեզ առաջարկեին, որ դուք մինչև ձեր կյանքի վերջ ունենաք անվերջ գումար,
բայց ձեզ ոչ մեկ չի ճանաչում, բայց ձեզ ոչ մեկ պետք է չճանաչի, արդեն ձեր շրջապատը դուք նորից ձևավորեք։ Դուք կհամաձայնվեք այդ առաջարկին, թե չէ։ Չէ, որտեվ իմ համար հարստությունը նորից եմ կրկնում շրջապատն է, ոչ թե փողը։ Շրջապատի շնորհիվ դու կարաս տարբեր օրինակ քո ցանկություններին հասնես քո շրջապատի շնորհիվ, իրենք օգնեն քեզ, բայց շատ դեպքերում օրինակ փողը չի կարա, որ դու ինչ-որ մի բանին ուզենաս հասնես, ասեմ ինչի, որովհետև դա կվերածվի արդեն կաշառքի։ Իսկ արդեն երբ որ դու քո ընկերների շնորհիվ ես ինչ-որ բանի փորձում հասնել, դա արդեն ոնց ասած խնդրանք է, հարգանք է։ Մարդ կարա լիքը փող ունենա, բայց հարգանք չունենա։ Եկեք սրանից սկսենք։ Չէ։ Իսկ թվում է ներկայապահին միակ բանը, որ հարգանք կարա ստեղծի մարդու մեջ, դա փողն է։ Հա, բայց մարդուն, հենց կոնկրետ մարդուն չեն կարա իր փողերի համար հարգեն, մարդուն հարգում են որպես մարդ։ Ես տենց եմ մտածում։ Չէ, ինձ թվում է այս դարում մարդուն հարգում են փողերի համար։ Ինձ թվում է, որ մարդուն եթե դու փող ունեցար, դու մարդուն Դուք ճիշտ եք ասում, ես համաձայն եմ ձեզ հետ, բայց շատ դեպքերում, երբ որ դու մենակ ես մնում ինքդ քո մտքերի հետ, դու այդ ժամանակ հասկանում ես, որ ինձ իմ փողերի համար են հարգում, ինձ իմ մարդ տեսակի համար չեն հարգում։ Դա մարդու ամենամեծ դժբախտությունն է, երբ որ դու գիտակցում ես, որ դու մարդկանց պետք է մենակ քո փողերի համար, քո ունեցածի համար, որ գիտես որ վաղը մյուսը եթե դու փող չունենաս, քո կողքը ոչ մեկ չի լինելու, բոլորը քեզ ցրելու են։ Դու ինչ ես մտածում։ Երեկոյում դժվար հարց է շատ։ Չգիտեմ, ես երկուսն էլ կընտրեի, եթե այդպես հնարավորություն լիներ։ Իմ համար փողը պակաս կարևոր չի։ Ես շատ անկեղծ եմ ասում եմ, շատ բաց ասում եմ, փողը իմ համար շատ կարևոր է ու շատ դռներ է բացում ինքը հիմա։ Ու ինձ թվում է չկա մարդ, որ չսիրի այդ։ Բայց միևնույնն է հաստատ չէի դավաճանի, չէի թողնի ընկերներիս։ Ինձ թվում է այդ տականքությունը։ Դե այդ արդեն գալիս է մարդու տամարդ լինելուց։ Իսկ դու ինչ ես մտածում, այդ նույն հարցը մենք ենք ես տալի։ Ես ոնց ասեմ, ոնց որ իմ համար էլ էլի, չգիտեմ, փողը հա շատ հնարավորություններ է տալի, դու փողով դառնում ես հզոր շատ հարգանք ես ունենում, որտեղ որ դու քայլեցիր, քեզ ճանաչում են, այսինքն ոնց որ ինչի դա պետք է ճանաչեն, բայց դու չճանաչես այդ մարդկանց, էլի, ոնց է դու քո հին շրջապատը չունես, եթե դու քո սիրած մարդուն թողում ես հետ քեզից, այսինքն քո սիրած մարդը մնում է քո նախկին կյանքում, եթե փող ունեցար, դու մտնում ես նոր կյանք, եթե քո ընտանիքը մնում է հին կյանքում, քո ընկերների հին կյանքում, այսինքն եթե դու քշես ամենալավ մեքենան, բայց քո կողքը չլինի քո ընկերը, ինչի դա պետք է արժեք չունի։ Բայց եկեք վերջում չմոռանանք, որ փողը ժամանակավոր բնույթ է կրում, իսկ մարդու շրջապատը ոչ։ Շատ դեպքերում։ Ես կասեի հակառակն է։ Ինչո՞վ։ Շրջապատն է ժամանակավոր բնույթ կրում, բայց փողը եթե դու փողի Եթե դու փողը ճիշտ ես ծախսում, չես կորցնում։ Դու սաղ կյանքդ փողը կաշխատես, կապ չունի ինչքան չափը բաժնի, բայց դու կաշխատես, բայց ընկերները Բայց օրինակ տնտեսելուն ո՞նց եք վերաբերվում։ Ինչի՞։ Տնտեսելուն, որ մարդը փողը տնտեսում է։ Ես այս հարցը տվեցի, եկեք առաջինը ես պատասխանեմ։ Իրականում տնտեսելը լավ բան է, բայց շատ դեպքերում ես կարծում եմ, որ դա սխալ է։ Ասեմ ինչի, որովհետև դու կարող վաղը միսօր էլիս կյանքում չլինես։ Հավաքածդ փողը ինչին է պետքով է ծախսելու։ Մարդ պիտի օգտվի բոլոր լավ բարիքներից, որովհետև մենք մեր կյանքում մի անգամ ենք ապրում։ Դե չէ, բայց դու կարաս նպատակադրված հավաքես։ Չէ՞ թե մարդ ուղղակի հավաքում է այդ փողը, որ Դե սաղ կյանքը չես հավաքելու, մի օր պետք է բացես, չէ՞, այդ փողը որ։ Դե, բայց մարդիկ կան, որ ասում են, չէ, ես բանը չեմ ուզում, որտեղ ես ուզում եմ այս փողը հավաքեմ։ Ինչի համար ես ուզում հավաքես։ Դու այդ բանը կարաս ես վաղը միսօր պետք է։ Նպատակ ինչ ունի, կա որ գումար հավաքում։ Դե մարդկանք հավաքում են, որ վաղը միսօր շատ փող ունենա։ Դե հա, դա էլ է նպատակ։ Դե հա, դա եղավ նպատակ, բայց եթե դու ինչ-որ մի բան ուզում ես այդ պահին, բայց դու գիտես, որ դու փող ես հավաքում, բայց գիտես, որ այդ բանը, որը որ դու ուզում ես, քեզ անհրաժեշտ է լինելու մի օր, ինչի քո փողից մի քիչ ծախսես։ Մարդիկ կան, որ սենց հիվանդագին են տնտեսում, որ նախընտրում են օրինակ իրենց ընտանիքի խնդիրների հետ կապված ոչ մի փող չծախսեն։ Դե հետագայի համար էլի արվում է թիմ։ Հա, բայց հետագայում կարող է դու էլ չլինես։ Դե Դու չգիտես քո ամբողջ կյանքից քիչ նորից շնորհակալ կա որ պետք է գումար հավաքի, էլի։ Օրինակ նոմա մի տարով, 2 տարով, 2 ամսով տես բացում։ Չէ, բայց եթե օրինակ ամեն ինչը հասնում է պիկժամի օրինակ քո ընտանիքում, որ քեզ այն փողը անհրաժեշտ։ Կլինի այդ փողը, всё։ Փողը կօգտագործվի որ պիկժամը լինի այդ ժամանակից հետո այդ ամեն ինչից։
Տնտեսելը լավ բան է, ես էլ եմ փողերը տնտեսում, բայց հիմնականում ես ավելի շատ ծախսում եմ, եթե ինչ-որ մի բան ինձ պահին դուր է գալի կամ ես ուզում եմ։ Պահով ապրեսել եմ ինչ դիտի հա։ Բայց պիտի մտածես նաև ապագայի մասին, բայց հիմնականում վստահ եմ, որ մենք բոլորս էլ ապրում ենք ներկայիս դրությամբ, այսինքն մենք չենք մտածում ապագայի մասին, մենք մտածում ենք, որ այդ պահին մեզ այդ ինչ-որ բանը դուր գա կամ պետք գա։ Այսինքն մենք չենք մտածում ապագայի մասին, այդ բան հետո ենք արդեն հասկանում, որ ապագայում մեր այսինչ արած բանը, եթե մենք չանեինք, հիմա մենք կարանք ենթադրենք այսինչ խնդիրը լուծեինք։ Դուք ո՞նց եք մտածում։ Փողով կարող ես գնել առողջություն, թե ոչ։ Ինձ թվում է չէ, փողով առողջություն չես կարող գնես, լիքը հարուստ մարդիկ կան, միլիարդատեր, բայց օրինակ իր ընտանիքում ինչ-որ մեկը անբուժելի հիվանդություն ունի, այդ փողերը ում է պետք էլ։ Հենց այդ դրանից է գալի էլի, որ հարստությունը գումարը չի, հարստությունը առողջ մարմինն է, առողջ հոգին ու առողջ շրջապատը։ Առողջ շրջապատը ու մտածելակերպը։ Դու ո՞նց ես մտածում։ Ես մանեի հետ համամիտ եմ, եթե խոսքը գնում է անբուժելի հիվանդությունների մասին, որով որ դու մարդուն չես կարող օգնես, դու այդ դեպքում ընդհանրապես մի բան, որ պիտի անես, այդ մենակ քո լավ վերաբերմունքն ու լավ սերը տվել մարդուն ցույց տալն է, որ ինքը իրան լավ զգա։ Բայց ինչը որ վերաբերվում է բուժվող հիվանդություններին, իհարկե փողը շատ մեծ դեր է խաղում։ Ես տենց եմ կարծում, իսկ յուրաքանչյուր։ Իսկ ես տենց եմ մտածում, որ եթե անբուժելի հիվանդ եղար, եթե հարուստ ելնես չի փրկվի, աղքատ ելնես չի փրկվի։ Ու դու պետք է չէ ոնց որ քո օրինակ ես տենց ասեմ, եթե հարուստ լինեմ ես, օրինակ իմ հայրիկը լինի անբուժելի հիվանդ ու ոնց որ եթե ես իր ցանկությունները ներկապան չկայնամ կատեմ օրինակ ասի արի գնանք, չգիտեմ, այստեղ արի գնանք հանգստանալու մեկը քիչ է մնացել։ Ես եթե չկայնամ իր ցանկությունը կատարեմ գումար չունենամ, ես հայս կարող ֆիզիկապես առողջ եմ, բայց արդեն իմ հոգին է քանդվում ու իմ հոգին է հիվանդանում։ Այսինքն փողը կարող է քեզ փրկի, ոնց ասեմ, ոնց որ փողով հա դու չես առնի առողջություն, բայց դու կիմանաս գիտակից կյանք։ Դու կհասկանաս, որ առողջությունը քեզի ոնց ասեմ, ոնց որ դու մահացար, բայց հասկանալով, բայց դու արեցիր այն ինչ որ պետք էր։ Դու արեցիր այն ինչ որ ուզում էր։ Դե հա, առողջությունը չես կարող գնել, բայց դե գոնե կարաս հասկանաս, որ դու փրկեց էլի քեզ։ Գոնե հասկացար ինչ արեցիր։ Դե ես նորից եմ կրկնում, եթե դու չունես հիվանդությունները, որոնք որ անբուժել են, դու կմենակ կարաս քո վերաբերմունքը մարդուն տաս, որ ինքը իր այդ վերջի պահերին իրան երջանիկ զգա այդ իմաստով։ Բայց ընդհանուր առմամբ էլի եմ ասում, եթե խոսքը գնում է բուժվող հիվանդությունների մասին, փողը շատ մեծ դեր է կատարում, շատ մեծ։ Դու կարաս այդ փողով մարդու կյանքը փրկես։ Դե հա։ Լավ, երեխեք, այսքան խոսեցինք, հիմա ինչ եզրակացության են գալիս, ոնց ենք ամփոփում։ Ամփոփում ենք նրանով, որ մաղթում եմ, որ բոլորս մեր կյանքում լիքը փող ունենանք։ Այո։ Բայց լավ շրջապատ չփոխենք մենք հենց։ Մեր մարդ տեսակը չփոխվի։